որոնք այդ բանը կամ չեն հասկանում, կամ չեն ուզում հասկանան, մանիպուլացնում են, ինչքան նույն բանը ասենք, պարոն Մինասյանի, պարոն Խաչատրյանի, նորելի падգամավորներին ելույթ ունենում, անընդհատ նույն բանը ասում ենք, նույն բանը իրանք գալիս են պտտացնում, նույն բանը կրկնում են, այս մարդիկ մեղք են, որ մեզ հեռուստացույց նայում են, արդեն գժվել են մեր ձեռը, որովհետև մենք մեր նույն բանն ենք ասում, իրանք իրանց նույն բանն են ասում։ Այս մարդկանց մեջ կա երկու տեսակի մարդ։ Մեկը դա այն մարդիկ են, որոնք ոչ ուղակի ձևով, բայց գործակալական ցանց են ներկայացնում։ Ուղակի ձևով չեն, չէ՞ որ զանգում ասում են դու այսօր այս բանը պետք է ասես, այդ ամեն ինչը շատ նուրբ, այդ գործակալական այդ բանը շատ մեծ գրքերից բոլորս գիտենք, այդպես ձևեր ունեն։ Այդ մի մասը դա է, մի մասը, այսպես ասած, մոլորյալներն են, որոնք իրոք հավատում են, որ այս վատ ԿՊԱ-ականները եկել են, հիմա գնացել են, սենց հանձնում են ամեն ինչ կա, այն ինչ որ իրանք ասում են, իրանք այդ մարդկանց այդ բանին հավատում են։ Հիմա այդ մարդկանց հետ աշխատելը մեր համար ընդունելի է, միգուցե փորձենք, բացատրենք, բայց այն մյուս մասան ունի մի նպատակ։ Հայաստանի Հանրապետությունում, ոչ թե Հայաստանի Հանրապետություն որպես անկախ միավոր պետք է գոյություն չունենա։ Իսկ գիտեք պատահական է, եկեղեցու ներքաշել է այս ամեն ինչի մեջ։ Դուք ո՞նց եք պատկերացնում, եթե Հայաստանի Հանրապետությունը ուժեղ կայացած անկախ պետություն է, ի՞նչ է լինում, օրինակ, այն համայնքների հետ, որոնք եկեղեցին արտերկրում կարգավորում է։ Այդ համայնքների վրա ազդեցությունը, այդ օգնությունները, փողը, այդ ամեն ինչը, այդ ազդեցությունը, բա ի՞նչ է ալնում դրա հետ։ Ոչ մի բան, վերանում են։ Իրանք իրանց լիազորությունը, իրանց հնարավորությունները կորցնում են։ Դրա համար էլ հիմա զանգը կանչում ասում է վերանում ենք որպես կառույց։ Էսա ամբողջ խնդիրը եւ իրական նպատակը այն յուրաքանչյուր դեպքում, երբ որ Հայաստանի Հանրապետությունը ոտի է կանգնում եւ պետություն որպես այդպեսին պետք է հստակ ձևակերպվի, վերցնել եւ տալ, հանձնել օրինակ Ռուսաստանի Դաշնությանը։ Սա է մարդկանց նպատակը, դա է, ինչի ենք դրել բանանում։ Գալիս է Գառնիկ Դանելյանը, որի անկեղծությանը ես իդեպ հավատում եմ, գալիս ասում է դպրոց տվին, եկեղեցին տվին, 50 տունը տվեցին, էսի տվեցին, էնի տվեցին, որ ձեռը բռնես գնաց ասես եղբայր հելմա ցույց տուր, այդ ոնց, այսինքն ինչ որ կատարվում է ու եթերով տեղի է ունենում։ Տիկին Վարդանյանը ճիշտ եմ ասում, չէ՞, Տիկին Վարդանյանը նոր ելույթ էր ունում, ասում է, այս հետևը նստած աթոռը զբաղեցնող անձը թիկնապահներով է, լուրջ ես ասում։ Կա երկրում որևիցե երկրի ազգային ժողովի նախագահ կա, որը որ պետական պաշտպանության ենթակա չի, հա, լուրջ, կամ թե ձեզ թվում է դա իմ ընտրությունն է։ Ես Երևանցի տղա եմ, ես միշտ Երևանի կենտրոնով քայլել եմ ու միշտ էլ քայլելու եմ, բայց դուք իմ գործընկերոջ, իմ ընկերոջ նկատմամբ ականատես եղաք, որ մարդը սպանում էին, այնքան հարձակվեցին վրան, այնքան հարվածեցին, մինչև մտածեցին մահացածա նոր այդ մարդուն հանգիստ թողեցին, մտան այս սենյակ, այսինքն ձեր նպատակը որն է, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները չունենան, սկսենք Ռոբերտ Քոչարյանից իրանից վերցնենք որպես նախկին երկրի ղեկավար այն պաշտպանությունը, որը որ ինքը օրենքով ունի, ինչի է թիկնապահով ման գալիս, եթե իհարկե Երևանով կարողանում է ման գալ, կամ իր որդին ինչի է իր շուրջը այդ թիկնապահներին ման տալիս կամ որպես օգնական գրանցում։ Ես այդ իմ ընտրությունը չի, նենց չի, որ իմ ուշքը գնում է, որ կողքս միշտ 3 հոգի, ես ինչ հեռախոսով խոսում եմ կամ ուրեթվում եմ, այդ 3 հոգին հետս գալիս են, դա ընտրության հարց չի։ Ասենք ես դրա կարիքը չունեմ, բայց ասենք ոչ իմ երեխաները, ոչ իմ կինը, ոչ վարչապետի երեխաները ազատ շրջում են։ Ազատ ինչ օրինակավոր բերում ստեղ մանիպուլացնում եք, հետևը նստած, ես ընտրված եմ ի տարբերություն ձեր ղեկավարի, որը երբևիցե Հայաստանի Հանրապետությունում չի ընտրվել։ Հենց որ բան արեք, խոսալուց միշտ իմացեք, որ դրա հակառակ կողմը կա։ Ինչ է տեղի ունենում։ Տեղի է ունենում հետևյալը, որ կրկին անգամ փորձ արվեց մարդկանց հույզերի վրա խաղալով շարժում գեներացնել, փորձը չհաջողվեց եւ հիմա, այսպես ասած, ելքի ստրատեգիա է ընտրվում, թե ոնց պետք է դե պետք է չէ իրավիճակից դուրս գան ինչ-որ ձևով։ Ես շատ ցավում եմ, որ եկեղեցին ներքաշվեց այս ամեն ինչի մեջ։ Ես կարծում եմ, որ նաեւ եկել է ժամանակը մենք քննարկենք, հասկանանք, թե այն հարկային պարտավորությունները, որոնք որ բոլորի համար Հայաստանի Հանրապետությունում առկա են եկեղեցու հանդեպ
ինչու դա չի կիրառվում, եւ ես կարծում եմ մենք այդ հարցը պետք է մոտ ժամանակները քննարկենք, որովհետեւ հերիք եղավ էլի մեր էմոցիաների, մեր պատմության, մեր արդեն իսկ քաղաքական դաշտում գործ անելու համար գնալ աշխարհասփյուր հայրենիքի հայաստանայությունից փող հավաքել, հարստանալ, մոմ ծախել, կոկա-կոլա ծախել, գինի ծախել, գինու բանը, ռեստորաններ ունենալ ու հարկ չվճարել։ Ես ում հասկանամ, ինչի պետք է իրանք հարկ չվճարեն, եւ ընդհանուր առմամբ օրենսդրական առումով մենք պետք է մի հատ վերանայենք, հասկանանք, թե ինչով է օրինակ եկեղեցականը, որի թաթիկը համբյուրում են, ավելի օրենքից բարձր հասարակ գործարարից, որը որ հարկ է վճարում, որը որ բանակի համար փամփուշտ է գնում, իմ համար այդ գործարարը, որը որ մեր մեծ հարկատուները ամենակարևոր մարդիկ են։ Ամենակարևոր մարդիկ են, իրանք ֆինանսավորում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Հիմա այդ մարդիկ պետք է հարկ վճարեն, իրանք պետք է հարկ չվճարեն։ Քաղաքի Երևանի կենտրոնում նստավայր ունի կաթողիկոսը, եկեղեցի կա Աննայի անվան, Սուրբ Աննայի անվան, որտեղ միտինգներ են անցկացնում։ Այ քեզ բան։ Այս սեփական, ասենք, միտինգի գրասենյակը ուզում հասկանամ։ Էդով է ձեզ թույլ տվել մտնեք իմ հայ առաքելական եկեղեցու շինություն եւ միտինգներ կազմակերպեք։ Այդտեղ միտինգ կազմակերպելու տեղ չէ, այդտեղ Աստծո հետ հաղորդակցվելու տեղ է։ Դուք Աստված չեք ու Աստծուց շատ հեռու եք։ Իսկ ինչ վերաբերում է Դաշնակցությանը, ես նախանձով եմ վերաբերում Դաշնակցությանը։ Ես կուզենայի այդ աստիճանի կարողանայի, չեմ ուզում վատ բառ օգտագործեմ, բայց ձև անեմ, որ ես ընդհանրապես որևիցե բանի հետ կապ չունեմ, ինչ արել են, ես ուգամ տենց խոսեմ, ես զարմանում եմ, մեկ տպավորություն է, որ իրանք մոռանում են ով են, ում հետ են գործակցել, ինչի են ստեղ եկել, ու մարդկանց էլ տենց իրանց թվում է մարդիկ, տենց մոռացել են։ Ինչի չեք կարող մարդ հավաքել, գիտեք, ինչի չեն կարողանում մարդ հավաքել, որտեղ առաջարկ չունեն քաղաքական։ Իրանք գալիս ասում են, որ այս ինչը սխալ է, բայց քաղաքացուն առաջարկ չեն ներկայացնում, ասում են, այս սխալ է, որովհետև սենց եւ մենք առաջարկում ենք սա։ Չկա առաջարկ, որտեղ իրականությունը միակն է։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը անում է ամեն ինչ, որ Հայաստանում ունենա հստակ սահման։ Երբ որ ստեղից ասվում է, իսկ ինչ ենք ստանում մենք հակառակը, ժողովուրդ, հարգելի ընկերներ, ստանում ենք սահման։ Ով է հարձակվելու այդ սահմանի վրա, Հայաստանի Ադրբեջանի մեջ եղած սահմանի, ով է հարձակվելու, X երկիրը, ոչ, հարձակվելու Ադրբեջանը, եթե դու ունենաս վեճ, մենք ստանում ենք համաձայնեցված սահման։ Այդ լուսանկարը, որը վարչապետը տեղադրել էր, այդ սյունը, առաջին սյունը, դա պատմական լուսանկար է, դա մեր պատմության համար ամենակարևոր լուսանկարներից մեկն է, եւ ես շատ մեծ ցանկություն ունեմ եւ ամեն ինչ անելու եմ, որ մենք այդ սահմանը